բարենպաստ օր եւ այդ օրը նրանով է այսպես տարբերվում, որ լուսին Մարս գեղեցիկ տրիգոն կա նորից ճանապարհորդելու համար, թերի թողած գործելու համար, նոր ուսումնական process-ների մեջ ներգրավելու համար, ակտիվ գնումների, ակտիվ այսպես շարժումների մասը, ինչ է շարժումն է, ակտիվություն ցուցաբերելու, օտարերկրյա ճանապարհորդությունների համար է բարենպաստ է կրկին առուց խոյ աղեղնավոր եւ նաեւ ջրհոս երկորյակ եւ այստեղ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ երկորյակներ ասում մի քիչ թող ուշադիր լինեն, որտեղ Ուրանը այնտեղ է, արդեն ապրիլի 26-ից մտել է այնտեղ։ Հաջորդ օրը տեսնենք ինչ օր է։ Հաջորդ օրը բարդություններ ունի։ Ինչումն է կայանում բարդությունը։ Լուսինը այծեղ ջուր դա պետական ադմինիստրատիվ համակարգն է, դա ղեկավարման այդ բոլոր գերատեսչությունները, կառույցներն են, դա այծեղ ջուրը դա անշարժ գույքն է, այդ դաշտերում խնդիրներ կարող են լինել, նաև կարող են խնդիրներ լինել ղեկավարների հետ։ Հնարավոր է չցանկանաք, որ հրաման կատարել, մանավանդ այծեղ ջուրները եւ խորերը, տեսնում եք, ախտահարված է այստեղ բար դիրքեր, նաեւ խեցգետին եւ կշեռք, որովհետեւ դա կարդինալ խարչն է, բացարձակ խարչն է, նրանք իրենց տեսակետներում բավականին կտրուկ են, նրանք չեն սիրում փոխել կարծրատիպեր ունեն եւ ահա այդ օրը ամենաբարդ օրերից մեկն է չորեքշաբթի օր խնդիրներ կարող են լինել ղեկավարների հետ, այդ օրը խորհուրդ չեմ տալիս ինչ որ կարևոր գործ նախաձեռնել, հաջորդ օրն էլ է բարդ, սիրելի հետևորդներ, տեսնում եք, փաստորեն մայիս ամսվա բարդ օրերը ամսի 6-ը եւ 7-ը դրանք բարդ են լինելու այծեղ ջուր, խոյ, խեցգետին եւ կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Կոնֆլիկտային իրավիճակներ տանը, հույզերը կարող են լուսին այծեղ ջուրում կարող է այսպես փակուղի մտնել, կոնֆլիկտային իրավիճակ Մարսը, կռիվ, ագրեսիա եւ հուսանք, որ մեր սահմանները այդ ժամանակահատվածում խաղաղ կլինեն։ Գնացինք առաջ, հաջորդ օրը լուսինը ջրհոսի կենդանակերպում, ամենաբարենպաստ օրերից մեկը մայիսի 8-ն է այդ օրը, ջրհոսը դա համացանցն է, դա նորագույն տեխնոլոգիաներն են, կարող է կենցաղային իրեր գնել, ինչպես նախորդ այն երկու դրական օրերին, նաև այսօր ամսի 8-ին կենցաղային իրեր, դրանք կարող են լինել նաև հեռախոսներ, տարատեսակ այն գործիքները, որոնց միջոցով մենք կարողանում ենք կապվել համացանցի հետ, կարող եք հաճախել աստրոլոգի, աստղաբանի մոտ խորհուրդներ ստանալ նրանից,